Ինչ արդյունքներ տվեց Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Well, the meeting was important for the fact that the presidents met and agreed to meet. Վիեննայի հանդիպումը շատ կարևոր էր այն առումով, որ նախագահներն հանդիպեցին ու համաձայնեցին հանդիպել նաև ըստ ՀԱԿ Մինսկի խմբի հայտարարության, համաձայնություն են տվել վերադառնալու 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագրին, բայց սա թողել է նաև անորոշ մի շարք հարցեր։ Նախ եւ առաջ երկու նախագահներն առանձին չեն հայտարարել ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Հետևաբար պարտադիր չի, որ Ադրբեջանը պահպանի հրադադարի ռեժիմը, քանի որ քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարեց զինադադարի համաձայնագրից դուրս գալու մասին։ Եթե սա է Ադրբեջանի ռազմավարությունը ռազմական ուժի կիրառմամբ հասնել դիվանագիտական արդյունքների, ապա այդ հանդիպումը որևէ բան չի փոխել նրանց համար, որևէ առաջընթաց չկա։ Հիմա նախատեսված է նախագահների երկրորդ հանդիպումը եւ սա իհարկե լինելու է ամենակարևոր հանդիպումը, որովհետեւ եթե առաջընթաց չլինի, մեծ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է վերադառնալ ռազմական ուժի կիրառմանը, գուցե ավելի մեծ ծավալներով։ Return to using military force, perhaps in an even bigger scale. Ակնկալիքներ կան այդ հանդիպումից, այն կնպաստի լարվածության վերացմանը եւ նոր ռազմական բախումները կանխելուն։ Well, I think at this point what Azerbaijan has been Ըստ իս լարվածության վերացումը շփման գծում չի բխում Ադրբեջանի շահերից։ Ընդհակառակը, նրանք ուզում են մեծացնել լարվածությունը իրենց ձեռնտու փոփոխությունների հասնելու նպատակով։ Կարգավորում չի լինի, բայց գուցե կարևոր քայլեր արվեն կարգավորման համար նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ։ Պատերազմից հետո ինչ է ընդհանրապես փոխվել հակամարտության եւ կարգավորման գործընթացի տրամաբանության մեջ։ Well, the negotiations have been, as everyone in Armenia knows much better than me, has been going on for 25 years. Հայաստանցիներն ինձնից լավ գիտեն, որ բանակցությունները շարունակվում են մոտ 25 տարի։ Կարգավորման բազան հայտնի է բոլորին եւ հասկանալի։ Խնդիրն այն է, թե ինչպես կարելի է ստեղծել փոխվստահության մթնոլորտ, հիմնախնդիրը լուծելու համար։ Փոխվստահության խնդիրն այդպես էլ չի լուծվել այս տարիների ընթացքում, ուստի կարծում եմ, որ խնդիրը ոչ թե կարգավորման ինչ-որ կախարդական բանաձև գտնելն է, այլ երկու կողմերի քաղաքական կամքի բացակայությունը։ Ադրբեջանն այս ժամանակահատվածում զգալիորեն ուժեղացրեց իր զինված ուժերը եւ հիմա ավելի վստահ է իրեն զգում։ Ռուսաստանից եւ նաեւ ինչ-որ չափով Իսրայելից գնված սպառազինության շնորհիվ։ Մյուս կողմից նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամը ստիպեց երկրի ղեկավարությանը փորձել հասնել փոքրիկ ռազմական հաղթանակի կամ առաջընթացի դիվանագիտական գործընթացում։ To have some kind of victory or some kind of progress on the diplomatic solution. Ով է հավանական ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումն այս իրավիճակում։ Well, this is actually why I'm visiting Armenia because I think our assessment is Հենց սա է պատճառը, որ ես եկել եմ Հայաստան, քանի որ մեր գնահատմամբ հակամարտության հետագա էսկալացիայի աճող վտանգ կա, որը ներառում է նաև տարածաշրջանային լայնածավալ պատերազմի հնարավորությունը։ Սա կարող է ներգրավել տարածաշրջանային այլ խաղացողների, բայց ցանկալի զարգացում տարածաշրջանային խաղացողների համար։ Չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Թուրքիան կամ Ռուսաստանը կցանկանային, որ սկսվեր տարածաշրջանային պատերազմ, բայց նրանք բավարար լծակներ չունեն այդ զարգացումը կանխելու համար։ Առայժմ թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը զերծ են մնում իրենց ամենավտանգավոր զինատեսակներն ու համակարգերը գործի դնելուց, եւ դա կարող է զսպել ամբողջական լայնածավալ պատերազմը։ Բայց պատերազմներն իհարկե շատ անկախատեսելի են, երբ այն բռնկվում է, սկսում են մարդիկ զոհվել եւ կողմերից մեկն այդ իրավիճակում մտածում է, որ պիտի բարձրացնի էսկալացիան ամենաբարձր աստիճանի։ Սա ամենամեծ վտանգն է այսօր տարածաշրջանի եւ միջազգային հանրության համար։ May feel it has to escalate to the very highest level and this of course is the great danger now I think for the region and for the international community. Հանգամանքներում Ադրբեջանը կդիմի լայնածավալ հարձակման։ Well, my own impression is that if there is going to be a renewed Իմ տպավորությամբ կռիվները վերսկսելու են, բայց դժվար է ասել, թե ինչի վրա է կենտրոնանալու Ադրբեջանը։ Պարտադիր չի, որ ադրբեջանական կողմը նպատակադրվի գրավել Ղարաբաղը։ Գուցե նրանք փորձեն վերադարձնել գրավյալ տարածքների մի մասը, բայց եթե այդ կռիվները տարածվեն եւ կողմերը որոշեն գործի դնել իրենց ամենալուրջ զինատեսակները, Հայաստանը կհայտնվի շատ բարդ իրավիճակում։ Ով է ձեր կարծիքով արդյունավետ Հայաստանի պաշտպանական եւ դիվանագիտական ռազմավարությունը եւ որքանով է այն օգնում զսպել ադրբեջանական կողմի ագրեսիան։ Well, the military strategy of course has been deterrence and in a way April suggests that Հայաստանի պաշտպանական ռազմավարությունն իհարկե զսպող է, բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այդ ռազմավարությունը ձախողվել է, քանի որ Ադրբեջանը որոշեց կիրառել իր զինված ուժերը։ Ես տեսա Հայաստանի նախագահի մեկնաբանությունները Վիեննայից հետո։ Նա ասաց, որ հանդիպումը դրական էր իր տեսակետից, բայց ի վերջո անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ գնան զիջումների։ Գուցե հիմա հարմար պահ է։ Անշուշտ շատ դժվար է գնալ այդ քայլին պատերազմից հետո, երբ հարյուրավոր մարդիկ են սպանվել, բայց հիմա շատ լավ պահ է դիվանագիտական առաջընթացի հասնելու եւ խաղաղության հնարավորություն տալու համար։ Դրապես ինչպես եք պատկերացնում հիմնախնդրի վերջնական լուծումը։ Ղարաբաղյան հիմնախնդիրն ունի լուծում, թե ոչ։
Well, I mean, I work at the Peace Institute, so I think we have to be optimistic and. Ես աշխատում եմ խաղաղության ինստիտուտում, ուստի պիտի լավատես լինեմ եւ մենք հավատում ենք, որ դա լավագույն ճանապարհն է։ Երկու կողմերն էլ թե Հայաստանը եւ թե նաեւ Ադրբեջանը համաձայնել են երկարատև բանակցություններին։ Մադրիդյան փաստաթուղթը, որը թարմացվեց Կազանում, կոնսենսուս էր, որին կողմերը շատ մոտ էին։ Ուստի խնդիրն այն է, թե ինչպես կարող են հաղթահարել վերջին պատերազմի հետևանքները կողմերի միջև փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար։ Ադրբեջանի ռազմական հարձակումը զգալիորեն բարդացնում է խնդիրը։ Փոխվստահության մթնոլորտի ձևավորումը երկու երկրներին էլ թույլ կտա ասել իրենց բնակչությանը, որ մենք չենք զիջել մեր ազգային շահերը, չենք վտանգել մեր անվտանգությունը եւ խնդրի լուծումն է, որ պիտի տա մեզ իրական անվտանգություն, որովհետեւ ներկա խիստ ռազմականացված իրավիճակում որևէ երկիր անվտանգ չէ։